լայվեր անում Facebook-յան եւ ինչ-որ ինքնատիրապետումը կորցրած, արա ուժեղ տղերք եկեք, այս ինչով է պայմանավորված ձեզ եւ ինչ թեմաներ եք նաեւ առանձին ընդգծել։ Բարև ձեզ, շնորհակալություն, այո, շատ կարևոր մի հարց է, որին ես կուզեմ անդրադառնամ եւ խնդրում եմ մեր հայրենակիցները շատ ուշադիր լինեն այս հանգամանքին։ Ուրեմն Փաշինյանը, քանի որ սպառված քաղաքական գործիչ է, չունի այլևս մտքի ուժ եւ բացի դրանից նրա մտքին, նրա խոսքին որևիցե մեկը չի հավատում, նրա թուրք տերերը մի քանի ծրագրեր են ասել, որ իրականացնի ուշադրություն գրավելու համար։ Այսինքն ինչ-որ հակադրություն ստեղծի ինչ-որ ուժերի հետ, սալատ ուտի, սրտի կանի, այսինքն նա դառնա այն ամեն ինչին տեր, ինչը որ կա, արդեն իսկ կա, հասկանում եք, այդ սրտի կանելը նրանք չի, որ արեցին առաջի անգամ, մարդիկ, երեխաները, երիտասարդները, բազմաթիվ անգամներ երիտասարդությունը միշտ արել են իրար, նամանավանդ երիտասարդ աղջիկները, եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը չընդունված է երիտասարդության կողմից, որովհետև երիտասարդության մեծամասնությունը զզվում է նրանից, նա փորձում է դրանով ինչ-որ ձև գրավել երիտասարդությանը, խաբել, բայց երիտասարդությունը հիշում է 2020 թվականի արյունահեղությունը, հիշում է իր եղբայրների դիակները, հիշում է Եռաբլուրի դեմ կանգնած հերթերը, հիշում է դիահերձարանների դիմաց հերթ կանգնելը, հիշում է հիվանդանոցների դիմաց հերթ կանգնելը իր վիրավոր եղբորը բարեկամին են տեղից հանելու, դու չես կարող մոլորեսնես, խաբես, կապիկություններ անես, ինչ մնում է ուժերի հետ կապված, այո, նա ինտրիգ է փնտրում, նա փորձում է դրանով գալ առաջի պլան, քանի որ անհետաքրքիր է դառել հասարակության համար, եւ անգամ իր այդ վժվժալը, իր գորգորալը, իր անպատերին տալը ժողովրդին էլ չի հետաքրքրում։ Զզվելի է, անհետաքրքիր է, նա փորձում է ինչ-որ բաներ փոխել, կնոջից է բաժանվում, ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ նոր սցենար է մտածում, շոումենություն, էլի հասկանում եք, շոումենություն է զբաղվում, եւ այո, միացնում է լայվը, հայտարարում է ուժեղ եք էս արեք, 30 տուրնիկ ձգվեք, մի մարդ, որի մսերը վրայից թափվում են, որը իր սեփական օրգանիզմը չի կարողանում վերահսկել, փորձում է այնպիսի մարդկանց արտակինով կամ ֆիզիկական մարտահրավերներ նետել, որոնց ֆիզիոնոմիային ապրածին նայում ես, գոնե գիտես, որ նորմալ մարդու պես ապրել են, մենակ չեն կերե, մենակ չեն մանեկե, մեծ չեն խոսացել, անգամ իրենց արտակին տեսքին էլ են այդ մարդիկ հետևել, իդեպ այդտեղ էլ է ինքը պարտվելու, որևիցե ձևով, եթե ուզում են համեմատվեն այդ դաշտում, որևիցե ձևով ինքը ոչ կարա 70 տարեկան Քոչարյանի հետ ոչ ֆիզիկական ձևով մրցվի, ոչ կառավարչական ձևով, ոչ, չգիտեմ, մտավոր ձևով, չկա մի ոլորտ, անկեղծ եմ ասում, ասում է հեծանիվ եմ քշում, ես կարամ ասեմ դու հեծանիվ էլ չես կարա քշես, Ռոբերտ Քոչարյանի չափ, ինչ կարաս անես օրինակ, կարաս ձգվես, դու մի հատ կարաս ձգվես, եթե դու մի հատ ձգվես, կասեմ ուրեմն տղամարդ ես, դու մի հատ չես կարա, մարդկանց 30-ա ձգվելու կոչ ինչ ես անում, կամ դու տղամարդկություն ունես կանգնես ասես Արցախը հայկական է, կա քո մեջ կես գրամ տղամարդ, դու այդքան համարձակություն ունես, եթե այդ բառերը ասես կասեմ դու տղամարդ ես, դու չես կարա ասես, դու սարսափած ես, դու չես կարա ասես այն Արցախն է հայկական, որի համար մենք հաշմանդամ ենք դառել, հասկանում ես, դու էդ է քո տղամարդկությունը, դու չես կարա մեր հերոսների, Մոնթեի, Վազգենի, հազարավոր կռված տղերքի արյունով ազատագրած Արցախը ասես, որ դա մեր հայկական պատմական հողն է, դու չես կարում դա անես ու դու խոսում ես տղամարդկությունից, լավ քո հետևից եկողները թող քեզ հարց տան, ոնց ես կարողանում ու այդ բրոշուրը, որ սարքել եք, Հայաստանը եկաք փոքրացրիք, սարքիկ այդ քարտեզը, հիմա էլ Էրդողանին ու Ալիևին ես քծնում ասում ես, նայեք Էսա Էրդողան նայի մենք այլ պահանջներ չունենք, հրաժարվում ենք Արցախից, հրաժարվում ենք ցեղասպանությունից, հրաժարվում ենք Արարատ սարից, այս ամեն ինչից հրաժարվում ենք, սա ստրկություն է, սա է խաղաղություն, կամ ժողովրդին երեք շանտաժ անում պատերազմով, իր օրոք
5-ը պատերազմ եւ մարտական գործողություններ են եղել Հայաստանի հանդեպ։ Քո օրոք այդքան փաստեր կան, որ լեզվին տալով չի, ես էլ ասում եմ ժողովուրդ ջան, սրա ընտրվելու դեպքում նորից պատերազմա լինելու, նորից ստրկությունա լինելու, Ալիևը առավոտից իրիկուն ոնց ասես մեր երկրի, մեր ազգի հաշվին խոսում է, մեր հասցեին, անպատասխանա մնում, տղամարդ, ղեկավար մի հատ չկա, պաշտոնյա, դրանց մեջ կանգնի պատասխան տաս, ես ինչ ես խոսում, ես ոնց ես խոսում, ու սա եկել է տղամարդկությունից է ուզում խոսի, հասկանում եք, Ալիևի դեմը տուզիկ, կծկած, խիղճացած, վիզը ծուր, գալիս է այստեղ հոխորտում, գորգորում, տղամարդկությունից է խոսում, այո դու այլևս քո մասին պետքա չխոսեն, ոչ մեկ քեզ պետքա արդեն արհամարվես դու ուզում ես ուշադրություն գրավես քո կապիկություններով, քո հիմարություններով, քեզ հետաքրքիր չի արդեն քեզ կհայոյեն, ինչ կասեն, մենակ քեզանից խոսան, դրա համար դու գժություններ ես անում, դու կարանք մի օր արտանանք, տենանք մերկ տրուսիկով վազում ես հյուսիսային պողոտայում, ինչա քեզանից խոսան, այդքան իջել ես դու արդեն, ու ստիպում ես մնացածին իջնել քո մակարդակի, գալ հավասարվել քեզ, բայց կան գիտակից գրագի այդ խելացի մարդիկ, որոնք վատ են զգում, չեն կարա քո մակարդակին հավասարվեն, ասում ես արեք բանավիճենք, քո բանավիճածն ինչ է, միտք չկա մեջ, անկապ լեզուդ ֆռում է բերանիդ մեջ, քո այդ ինչ մարդիկ, ինչ բանավիճ են, քո արած գործը երևում է այս 7 տարիների ընթացքում, ժողովուրդ ջան դրեք նայեք իր իշխանության օրոք մեր քարտեզը նայեք հիմա, ասում է Արցախը այն ժամանակ էլ էր ճանաչված Ադրբեջանի կազմում, ուղղակի գաղտնի էին պահում, աննամոթ ստախոս, բա որ ճանաչված էր 18 թվին իշխանությունը վերցրիր, այդ հրապարակը պոլնի մարդ էր հավաքվել, բասեի ժողովուրդ ջան, հլա արեք, նորեմ նստե իշխանության, հլա արեք նայեք Արցախը ճանաչված Ադրբեջանի կազմում, բա որ ճանաչված է եղել, ինչի չես ասել 18 թվին ժողովրդին, հիմա եկել ես ուզում ես սվրծնես քո տրյուկներով եւ այլնով, ժողովուրդն էլ հիմար է, քո բաժին հարիվն է մտածում ես, բա որ ճանաչված էր Ադրբեջանի կազմում, բա ուրեր ես կան տղու կոչանում, հելեք, կամուֆլյաժ վերցրեք, ուսապարկ վերցրեք, կռիվ են գնում, բա ուր էիր տանում, բա ուր էիր տղուտ ուղարկում Ադրբեջանի հողերի մեջ ծառայելու, բա ուր էիք դու ու կինդ գնաց է Շուշիում նկարվում, Մեհրիբան Ալիևային հրավիրում սուրճ խմելու, բա որ Ադրբեջանիններ, էդ ինչ էիք անում, չէիք իմանում, 2 տարի երկիր էիք ղեկավարել, չէիք իմանում, որ էդի Ադրբեջանինն է, կզծրեց Ալիևը, նոր իմացաք, ուրիշ ման կայնի ասա ժողովուրդ ջան, եկա ճորտած խոսացի, թռա համանախագահող երկրների գլխից, Ռուսաստանին ասի տո դու ով ես, Ամերիկային ասի տո դու ով ես, բոլորին խապեցի, վրծրեցի, քծեցի, վերջում էլ տարան ինձ չոկացրին Ալիևի դեմը, սպանեցի ձեր երեխեքին դրա պատճառով, սարկեցի հաշմանդամ, այդ ժամանակ նոր հասկացա, որ մերը չէր, այսինքն ես երկիրը ժողովուրդ ջան, փորձադաշտ է, ուրիշի երեխեն իրանց համար փորձարկման համար երեխա է, ուրիշը բերել է 18-20 տարի պայել է իր երեխուն մեծացրե պետությանն է տվե, մի հատ անկենսագրություն Նիկոլ գալիս է, գնում է փորձարկում, անում այդ երեխեքի վրա, Նիկոլի պես որոշ անկենսագրություններ այսօր հելել են ասում են, հիմա էլ մենք գանք փորձարկում անենք, այս երկիրը եղավ ասածներին հով որպի գլուղ չի արա, հով ուզում բրնում խուզում, ինչ ուզում անում է, կարող է գիտեք այդ մարդկանց երեխեքին ջուրն է բերի, արա, ժողովուրդ ջան, ես դուք պետք է հասկանաք, ու հասկանաք ինչ առաջնորդ եք ձեզ ընտրում, որ վաղը նորից նույն պրոբլեմների առաջ չկանգնեք, վաղը մի գժից պրծնելուց հետո մի հատ ուրիշ փորձանքի մեջ ավելի խորը փոսի մեջ չընկնեք, 2018-ը պետք է դաս լինի, երիտասարդության համար, որ վաղը կարանակ եստեղ ընտանիք կազմեք, ապագա ունենաք, մեզ պետք է փորձառու ղեկավար հասկացեք, ղեկավարներ, ոչ թե միայն ղեկավար, փորձառու մարդիկ,
այս երկիրը ծանր իրավիճակում է, հատկապես խառը աշխարհաքաղաքական իրավիճակում, միջազգային հարաբերություններում մի հատ այլանդակ վիճակ է։ Ես չգիտեմ դուք ինչքանով եք դրան տիրապետում, թե ինչքանով ոչ, բայց ես մասնագիտությունով նաև միջազգային հարաբերություններ եմ սովորել։ Ի հեճուկս ես ոչիլների, որ ինձ հեռացրին համալսարանից, մի հատ ծպտոց չի ելնում, մեկը չի ասում այսօր, չի բացատրում է ժողովրդին ինչա կատարվում, մեծ տերությունների միջև, ինչ իրավիճակ է, ես եմ ձեզ ասում, սիրելի հայրենակիցներ, միջազգային հարաբերություններում ամեն ինչ շատ խառն է, ճիշտ դիրքավորվելու դեպքում միայն կարանք այս իրավիճակից դուրս գանք։ Նայեք Ադրբեջանի ղեկավարին ունի 20 տարվա կառավարման փորձ, նայեք Ռուսաստանի ղեկավարին ունի 25 տարվա, նայեք Բելարուսի, նայեք Թուրքիային, նայեք ինչ փորձառու, ինչ գելերի մեջ եք ուզում ուղարկեք ում, հələ մտածեք ում եք ուզում ուղարկեք այստեղ, որ հայերի օգտին ինչ-որ բան բերի։ Ես ձեզ ասում եմ, այդ գելերի մեջ պետք է մտնի այնպիսի մարդ, որը կարա այդտեղ իր անձնական դիրքով, իր ազդեցությամբ, իր անցած ճանապարհով, իր կառավարչական հմտություններով, իր դիվանագիտական փորձով, կարանա դրանց զսպի, կարանա դրանց իրանց տեղը ցույց տա։ Սա բացառիկ հնարավորություն ու ռեսուրս է լինելու, բացի դրանից, մեր երկրի, եթե այստեղ հաղթող ղեկավար է գալիս, եթե այստեղ փորձառու ղեկավար է գալիս, Ադրբեջանի հոգեբանությունը ավտոմատ փոխվելու է, ժողովրդի հոգեբանությունը, մենք կոպիտ ասած տակից անմիջապես վերև ենք բարձրանալու, արդեն այդ պարտվածի պիտակը դիվանագիտական ոլորտում հաղթահարում ես, ու որ ինքը ձեզ շանտաժ անում, խաբում ամեն օր, թե եթե ես չընտրվեմ պատերազմ կլինի, ես ձեզ պատասխանատու ասում եմ, անունն էլ տալիս եմ, թող Ռոբերտ Քոչարյանը նստի իշխանության, մի հատ ես տեսնեմ, եթե Ալիևը համարձակություն ունենա սահմանին, մի մետր անգամ առաջ գա, կասեմ ուրեմն տղամարդ է Ալիևը, ձեզ խաբում է ամեն օր, հենց Ալիևի քարոզչությունն է անում, վերցրեք մի հատ պատմությունը ուսումնասիրեք, տեսեք, ում օրոքա պատերազմներ ու մարտական գործողություններ եղել, տեսեք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, մի ոտնձգություն մեր երկրի ու մեր սահմանի հանդեպ եղել է, այստեղ պաշտպանելու խնդիր չկա, ես ձեզ անկեղծ ասում եմ, Քոչարյանը կարար հիմա ծովի ափին հանգստանար, ոչ թե Քոչարյանին ենք օգնում, այլ հայրենիքին ենք օգնում, մեր պետությանն ենք օգնում, ոչ թե այստեղ անձի խնդիր կա, ոչ թե ինչ-որ անձի գովաբանելու խնդիր կա, այլ կա փորձ, անկախ ամեն ինչից նույն այդ փորձառու մարդիկ այս տարիների ընթացքում իրենց սխալների վրա այդ մարդիկ հետևություններ արել են, որտեղ է բաց եղել, որտեղ է սխալ եղել, որտեղ պետք է ինչ չանեին, այդ հետևությունը ես ձեզ վստահեցնում եմ, որ իրենց պես մարդիկ անում են, բայց այ Նիկոլի պես մարդը չի անում հետևություն, 7-8 տարի ղեկավարել է, մինչև հիմա չի հասկացել, ինչ է նշանակում վարչապետի պաշտոնը, մինչև այսօր նա չի հասկացել, դա ինչ կարևոր պաշտոն է, նա չի հասկացել, որ դա բլոգերի պաշտոն չի, պերաշկի ուտողի պաշտոն չի, սալատ ուտող շոու նկարողի պաշտոն չի, նա չի հասկացել, որ դա դարերով եկած հայ ազգի, հայ տեսակի, Թումանյանի, Իսահակյանի, Շարլի ու հազարավոր ճանաչված հզոր մարդկանց տեսակի, հայրենիքի պետության անվան հարց է, նա այդ պատասխանատվությունը չի կրում իր վրա, չի հասկանում նա ինչ ազգի է ներկայացնում և այդպիսով մեր ազգին ստորացնում է, նսեմացնում է, ցածրացնում է օտարների առաջ, ստորացնում է թշնամու առաջ, ինչ ասես մեր ազգի հասցեին, մեր չափ պետություն խոսում է, բան չեն պատասխանում, մեր չափ պետություն ախր գերտերություններ էլ չեն, որ իրանք վնգստում էին, առաջ ասում էին, երբ որ նախորդ ղեկավարների մեջ ինչ որտեղ գերտերությանը փորձում ես գնալ, ինչ որ զիջումների ստիպված ես, որովհետև իրանք եկել են այսօր զիջումների են գնում իրանց չափ մի հատ պետության, հայի դեմը 30 տարի կզած Ալիևին գնում է զիջումների, վախենում է, ու մի հատ է խոսում է տղամարդկությունից, մի հատ էլ հելել է այսօր ընկել է փողոցներ,
Մարդկանց է բռնում, նայում այն մեկին, որ չկարում համոզի, ասում է լավ հաջող, մի հատ ուրիշի է մոտենում, մի հատ ուրիշի, այնքան է մոտենում, մինչև բռնի իր ուզած մարդուն, միամիտ մարդուն, խաբի իր ուզած կադրերը նկարի, քցի համացանց ասի, տեսեք, ես աջակից ունեմ, դու չունես աջակից, ես ամեն օր ժողովրդի մեջ եմ, դու 0 հարկանիշ ունես, ընդամենը քո իշխանությունը, լծակները, ռեսուրսները, վախը մարդկանց, պետական աշխատողների, փորձում ես այսօր ոստիկաններին գայթակղել, գրավել, ասում ես ես եմ ոստիկաններին ես արել, սիրելի ոստիկաններ, ես ասում եմ, ոստիկանը այսօր հարգված չի իրանց կողմից, փորձառու ոնց որ երկրի ղեկավարման հարցում են անփորձներին բերել, այդպես էլ բերել են փորձառու 15-20 տարի ղեկավարած ոստիկանների վրա նշանակել են անփորձ մարդկանց, անփորձ նախարարների, որոնք գործից 0 գիտելիք ունեն, սա վիրավորական է, ոնց կարա մարդ անցնի օղակներով, գա հասնի այդ պաշտոնին, որ իրան պետք է տան, անցելա տարիներով քրտնելա, աշխատելա, որ այդ պաշտոնը իրան հասնի, օդից բերում ես եսիմ ում ես նշանակում, ուժային համակարգերում, այդպիսի պաշտոն չեն նշանակում, անփորձ, հասկացող մարդկանց այդ գործից 0 գիտելիք ունեցողներին չեն բերում, մեծ փորձ ունեցողների նշանակում, ինչա, դրա վրա Նիկոլը շատ կոմպրոմատ ունի, դա իրան ավելի շատ հպատակ կլինի, դա իր հրամաններն ավելի շատ կկատարի, եւ դրա համար ես դիմում եմ ոստիկանական համակարգին, որ դուք իրավունք ունեք ազատ ընտրության, եթե դա ձեզ շանտաժ է անում, եթե դա ձեզ սպառնում է, դա ձեզ վախեցնում է, դուրս եկեք եւ հայտարարեք չվախենաք, ոչ մեկը չվախենաք, հակառակ դեպքում հաջորդ պարագայում հայտնվելու եք Ալիևի լծի տակ, Ալիևն է ձեզ վերցնելու որպես ոստիկան օգտագործելու, հիշում եք երբ որ թուրքերին բերել էր Համալիր, այդ ժամանակ ասում էի տանում է երկիրը թուրքացման, ես ոստիկաններին դեմքով եմ ճանաչում մեծամասնամբ, որտեվ 19 թվից բերման եք ենթարկել, ես Երևանում մտես բաժին չկա, որ եղած չլինեմ, ես ձեզ ընդամենը խնդրում եմ լինեք գոնե մի փոքր հայրենիքի մասին մտածող, ինչքան գումար է տալիս, այդ մտածում եք այն մյուս ղեկավարը, որ եկա ոստիկանը գումար չի ստանալու, ոստիկանը միշտ էլ պետք է այս երկրին լինելու, միշտ, ով էլ գա ոստիկանը պետք է լինելու, գումարն էլ է կստանալու, ավելի արժանապատիվ կյանքն էլ է կստանալու, մի վախեցեք։ Հիմա եթե ամփոփենք Մանուել, ընդդիմությունը ինչ ունի անելը, ոնց են հաղթելու Փաշինյանը, խնդրեմ։ Ընդդիմությունը ունի համախմբվելու շանս, եւ այո, համախմբված ընդդիմությունը կարող է տապալել թուրքահպատակներին, կարող է տապալել Ալիևի համար քվե հավաքողներին, երբ որ իրենք խոսում են օտար, դրսի օլիգարխ, Ռուսաստանի օլիգարխ, երբ որ փողերը բերում ուտում էին, ելնում էին, ասում էին, ես ինչ լավ մարդիկ են, ես ինչ լավ բարեգործություններ են անում, բայց երբ որ այդ մարդը պետք է ղեկավար դառնա, ասում են, չէ, դու իրավունք չունես։ Հասկանում եք, սիրելի հայրենակիցներ, երբ որ իրանց պետք է, այդ մարդը շատ լավ է, այս երկակի ստանդարտին ծանոթ եք, իսկ ընդդիմությունը պետք է լինի զիջող, հանդուրժող, բոլոր ընդդիմադիր ուժերը իրենց թիմերի մեջ, իրենց ներկուսակցական հարցերը պետք է հնարավորինս ստորադասեն եւ գերադասեն հայկական պետական շահը։ Մենք բոլորս միասին պետք է հասկանանք, կարող է շատերին չենք սիրում, չենք ընդունում, քննադատել ենք, վատ խոսքեր ենք ասել, բայց մի կարմիր գիծ այդ բոլորս գոնե պետք է ունենանք։ Ալիևի հարցերը լուծել։ Ոչ թե սողալ Ալիևի դեմ, որ մեզ թույլ տան, մենք այստեղ ապրենք, այլ արժանապատիվ ձևով ստիպենք, որ գան խաղաղության։ Ոչ թե ասի Արիկ Սյունիքի միջանցնել տանք 2 տարի խաղաղ ապրենք, հողերը հանձնենք, որ խաղաղ ապրենք, որ ասում եմ վերջին մի տարին 2 տարին խաղաղություն են բերել, խափում է Փաշինյանը ձեզ սիրելի հայրենակիցներ, բա զիջել է, բա տվել է, հիմա էլ գնացել է Ալիևին խնդրել է, որ իրան աջակցի, Հայաստանի ներսում ընտրություններում քվե տանի, որ հետո գնա Ալիևի ծրագրերը կյանքի կոչի, Էրդողանի ծրագրերը կյանքի կոչի, վիդեոները կան, գաղտնի լուսանկարները կան, ոնց է Փաշինյանը հանդիպում Էրդողանի հետ, նաև հանրային ձևով կան լուսանկարներ, թե իրենք չեն էլ հերկել,
իրենք բացահայտ երկիրը հայտարարում են, որ գնում է թուրքացման, հրապարակվել էր օրերս, որ սահմանադրությունը փոխվում է, Ալիևի պահանջներին հավասար բավարարվում է, Բայեն Հայաստանի արժեքներից խոսացող, անկախությունից խոսացող, արևմտյան ֆինանսավորումը ստացողներին հարց ունեմ, ինչի չեք ասում, բայց մեր սահմանադրությունը ուր եք փոխում, ուր, ով է ձեզ այդ իրավունքը տվել փոխել մեր սահմանադրությունը Ալիևի պահանջներին համապատասխանեցնել, միանշանակ միասնությամբ կհաղթենք, ձեզ նույնպես